Բարերիգուն հայրենակիցներ, այսօր ինչպես որ տեսար, եթե տեսերես, մեր եթերը հայերեն եւ անգլերենով էր եւ Հայաստան հիմնադրամին խնդիրները նորեն քննարկեցինք փաստերով եւ գուզեմ ծեր հետ բաժանել ինչ պատահեց այն ծրագիրից հետո այն ծրագիրը որ ավարտվեց AMG-ին զանգ ստացավ Հայաստան հիմնադրամից մի հատ աղջիկ մգար Անի անունով եւ ինքը խոստովանեց որ ինչքան գովազդներ կան պիտի այն անձերը որ գովազդներ ունեն իրենց հետ իրենց պիտի քաշեն այդ գովազդները որ AMG-ին այն փողերը չստանան որ ստուդիոն կամ այդ կայարան կրնա իր քոյությունը պահպանել եւ բահե եւ փագեն ստուդիոն ամիջպես զայրացած էին ամիջապես զայրացած էին որտեղ ճշմարտությունը ճշմարտաբար դժվար է ընդունել մանավանդ երբ որ սխալ է մարդը եւ չի ուզում ուղացնել ինչ որ է հիմա արիթմը բացվեցավ մեզ համար AMG-ին պետք էր այս Հայաստան հիմնադրամին մարաթոնը պետք էր եթեր ունենա ուղիղ եթեր ունենա 12 ժամ ժամը 8-ին առավոտը մինչև ժամը 8-ին իրիկոնը եւ ճշմարտաբար այն փողը որ պետք է ստանային գովազդներու համար որ արդեն ցույց տվեցին եւ այն փողը որ պիտի ստանան գվախնան եւ գիտեն որ արդեն այդ եթերը չի պիտի պատահի AMG-ի վրա չի պիտի վճարեն AMG-ին եւ այս արիթը բացվեցավ որ մենք մեր խումբը մեր անձերը որ Հայաստան հիմնադրամին գուզեն կցանկանան ուղացնել ճիշտ ճանապարհի մեջը որ չանեն ավևս pedagogan կորցերը pedagogan բարձրականությունը չփավարարեն որ պետությունը պետք չունե այն կորցերը անել բայց մենք կուզենք ինչպես որ ասենք ասկի առաջ թող Հայաստան հիմնադրամը քոյություն ունենա բայց անե այն ինչ որ պետությունը չի կարող անել չի աներ բայց ինչպես որ գիտենք Հայաստան հանրապետությունը ինքը ունե միջոցներ որ կրնա այդ ամբողջ կորցերը ինչ որ Հայաստան հիմնադրամ արել աս վերջին տարի առաջ 100 անգամ շատ կրնանել եթե միայն իր հարկերը հավաքի ալիգարքներից եւ ճիշտ կորցած է բյուջեին փողերը ճիշտ տեղը որ երթա ոչ թե որ սկսի հոսել ուրիշներուն ջեբերու մեջ վերջապես ինչ եմ առաջարկում հիմա արիթ ունենք որ մենք 12 ժամանոց եթեր ունենանք որ ասամփոշ վիդեոները որ ունենք կրնանք ցույց տալ կրնանք քեղեցիկ հայկական մշակույթ ցույց տանք կրնանք Skype-ի միջոցով հայերը որ գտնվում են աշխարհի 4 կողմը տնենք մեր եթերի վրա թող պատմեն հետարքիր բաներ իրենց նահանգի մասին իրենց երկիրի մասին որտեղ որ հայերը ապրում են տարբեր հետարքիր բաները որ մեր հայերու համար արժանի է որ մենք կրնանք շնորհակալ լինենք այն օրի վրա այդ շնորհակալի Ամերիկայի մեջ շնորհակալի օրն է մենք կրնանք Ֆրանսիայից եթեր բանը կապ քաշենք կամ Skype-ի միջոցով խոսենք Ֆրանսիայի հետ, Արգենտինայի հետ, Ավստրալիայի հետ, որտեղ որ հայերը գտնվում են եւ նույն ժամանակին մենք կրնանք հասկացնենք ժողովրդին մեր հայրենիքը ինչ իրական վիճակի ինչ է եւ մենք ինչ կրնանք քնել այն վիճակը այն փոփոխություն անելը մեր մոդը մեր հայրենիքի մեջ որտեղ մենք այստեղ Լոս Անջելեսի մեջ նա խնդիրներ շատ ունենք օրինակ դպրոց չունենք մեր երեխաների համար որ նորմալ հայկական դպրոց կամ եսիմ շատ բաներ շատ հարցեր կան այստեղ որ մենք պետք է կարենանք մի բան անենք որ այն հարցերը լուծենք հիմա ինչ եմ առաջարկում մենք պետք ունենք $12,000 որ այդ եթերը 12 ժամանոց ծրագիրը իրականացնենք AMG-ին պատրաստ է մեզ այն ժամը վարձակալել փոխանակ Հայաստան հիմնադրամը իրենց մարաթոնի համար եւ ուզում եմ ասել որ AMG-ին նալ ինքը ամենամեծ որպես սեփական որպես փոքր հայկական ալիք ինքը ամենամեծ տարածքը հասնում է աշխարհի 4 կողմը նայում են AMG-ից իրենց ունեն Comcast որ գնում է հերու դեղերից եւ այլն մենք պետք է այդ փողը հավաքենք եւ ինչպես կնանք հավաքել եւ արագ ցևով եւ չեմ ասել մեծ գումար է 12000-ը ինչ է այո շատ մարդ կսեն որ մեկ մարդու համար 12000-ը մեծ գումար է ես չեմ գնալ վճարել օրինակ $12,000 ես կգնամ
$500,000 նվիրել այս ծրագիրին եւ պիտի նվիրեմ այս ծրագիրին, շատ ալ կնվիրեմ, որ պետք է։ Բայց իմ website-ից վրա thetruthmustbetold.com եթե մտնես, կողքը մի հատ բան կա, որ գրած է donation։ Կսխմես այդ donation-ը $1, $5, 50 cent, ինչ որ ուզում ես, $100, $1,000 կրնաց նվիրել, ամիջապես մենք իմանանք եւ այն փողը ինչքան որ կա, գնում է այս ծրագիրի համար։ Այս ծրագիրը, որ մենք կրնանք 12 ժամ ուղիղ եթեր անել եւ ինչ մնացորդ որ կա, կտնենք մեր կորցի մեջը, որ կոռուպցիանի թեմը պիտի կարողանանք պայքարել եւ կօգնենք որտեղ որ պետք է որ այն տեսակ ծրագիր իրականացնելու համար։ Ես խնդրում եմ ցես որ մտնե մեր ինտերնետի սայթում եւ սխմե այն եւ $1 թիր, $5 ինչ որ ուզում ես թիր։ Բայց ներդրումը թիր, եթե դուք կցանկանաս այս կոռուպցիայի թեմը պայքարելու։ Ուզում եմ ուրիշ բան պատմեմ, որ թե պատմեցի մեր ծրագիրի մեջը, այս իրիկունվա ծրագիրը, որ կնաս նայել, ես եւ իմ երեխաս Ալեքսը սենյակ վարձեցինք Hilton հյուրանոցին, որտեղ որ վրընդեցին մեզ։ Եվ վարձեցինք, որ կրնանք իրավունք ունենալ այնտեղ լինել, որ չասեն, որ դուք իրավունք չունեք այստեղ լինել։ Ես վարձակալեցի, փողը վճարեցի, գնացի այնտեղ 3, մտա տեղը, այն համարը 1705 համարը, 17-րդ հարկը, եւ մեկ հատ փոքր բայսակ տարերում այնտեղ թրեցի, բայց գիշերը չի մնացի։ Այսօր մենք վերադարձանք, որ հասանք այնտեղ, տեսանք Արցախի գարձեմ, Արցախի նախագահան, իր ավտոն եւ ամբողջ տիկնապահները եւ այլն կանգնած այնտեղ։ Սպասեցինք, որ անցնենք, որ իրավունք տան մեզ անցնենք, երևի փրթեցին նախագահան ավտոյի մեջը, որտեղ կսեն, որ առան վտանգ է, եւ բարձացանք վերև, իրենց օգնեցին, մեծ կարգով էր։ Վերջը կհասնենք մեր սենյակը, փանալին չի աշխատում, իջնում ենք փանը, կանչու այն ով որ կար մեր հետ, որ օգնում էր վեշերը բարձրացնել, իր փանալին չէր աշխատում, կարմիր լույս են տալիս, կողպեկները որ կան էլեկտրական է քարտով։ Կանչում է, որ մարդուղարկեն, որ փանաթուրը, բարձրանում է դնորենը, այն քշերվա դնորենը, Ռուդոլֆ անունով։ Եկավ, ամիջապես ասա, որ պետք է դուրս գաս այստեղից։ Ասի որ ներողություն, ասա որ մենք վստահելի աղբյուրից իմացանք, որ դու վտանգ ես սպասում մեր հյուրի համար քու պատճառով։ Դու իրավունք չունես մնալ այստեղ։ Հավատում ես, այս Ամերիկայի մասին կխոսեմ, ոչ թե Երևանի մասին։ Այս Ամերիկայի մեջը Գլենդեյլ քաղաքի մեջը մեկ այն տեսակ ինֆորմացիանը ապրեստե վստահելի աղբյուր, մենք շատ լսած ենք այնպես բաներ Հայաստանի մեջը վստահելի աղբյուր ապրեստե։ Ես ալ պահանջեցի, որ ինչ է այդ աղբյուրը որտեղից է, սա որ մենք չենք կարող ասել, ասի որ ես ուզում եմ քրած ծևով պիտի դասինց մի հատ թուղթ որ իրավունք չունեմ մնալ Hilton հյուրանոց Glendale-ի մեջը, որովհետև ես վտանգավոր անձ եմ եւ ծեր աղբյուրն ալ պետք է ներկայացնես։ Ասա որ շատ լավ, իջանք ներքև, ասա որ հիմա ես թուղթ չեմ կարող տալ, իմ մանեջերից պետք է զանգահարես վաղը, բայց դու իրավունք չունես այս տարածքի վրա ոտ կողել։ Եվ մենք արդեն անցյալ գիրագիրոր ասեր են քեզ եւ ծեր փողը պիտի վերադարձնենք քեզ քու քարտի վրա հետ գցենք քու փողդ եւ հաջողություն ասավ ինձ գնացինք ավտոն նստելու հետարքիրը այս է որ այն ով որ կաշխատի ավտոբարքի մեջ կարծեմ հայեր ինքը 3 անգամ բայց ցածրցանով երբ որ փանալին տված ինձ ասա որ ես քեզ շատ եմ հարգում եւ 3 անգամ ասավ ես հարգում եմ քեզ շատ եմ հարգում Ես ալ սանջի անեցի, որտեղ չուզեց ինքը երկու ուրիշ անձեր կան, ոնց որ ագանչից մեջ ասում էր, եւ ճանապարհեց մեզ։ Եվ այնպես, այս է իրական վիճակը։ Մենք պետք է իսկապես պայքարենք։ Հիմա Լոս Անջելես արդեն ոչ թե Երևան։ Երևանը մենք գիտենք խնդրումը, բայց արդեն Գլենդեյլի մեջն ալ հիմա հասեր է։ Իրենց թևերը հասնում է Երևանից Գլենդեյլ։ Եվ ոստիկաններուն եւ չգիտեմ ինչներուն մեր թեմը կորց է սարքում ես լսած եմ որ Գլենդեյլի մեջ այդ խնդրեմը կա ասկի առաջ որ հայերը մանիպուլյացիան անում է ոստիկանությունից որ ուրիշ հայրուն վնաս հասնել բայց չի հավատում մինչև անցյալ օր եւ մինչև հիմա ես չի ուզեցի հավատալ բայց որի մաչկովս տեսեր մատ ամեն ինչ այսպես է Ժողովուրդ, հայ ժողովուրդ, ես խնդրում եմ քեզ, միասին աշխատենք, այս խնդիրը պետք է լուծենք։ Հիմա արիտ կա, որ իսկապես մեծ փուշ, որ կփրթե այս Հայաստանի հիմնադրամը վերջանալու վրա է։ Եթե ասչափ աղնուկ հանեցին իմ ծրագիրիս մասին,
եւ նեղացան AMG-ի հետ, որ պիտի քաշեն իրենց տրամա օգնությունը ինչ որ կա, որ AMG-ի համար որ կրնա կոյդեվել։ Եթե այսպես բաներ անում են, կնշանակե որ արդեն ճանապարհը վերջանում է։ Մենք մեր կորձը Հայաստան հիմնադրամից պիտի ավարտենք այս տարի իմ կարծիքս, բայց այս շատ մեծ օգուտ կլինի, եթե մենք կարենանք այս 12 ժամ AMG-ի ուղիղ եթեր տալ եւ աշխարհի 4 կողմից կարծիքներն հավաքենք եւ ներկայացնենք մեր իսկական մշակույթը, կփերենք երեխաներ, մեծեր, փանաստեղծներ, երաժիշտներ, թողան ստուդիոն live եւ ցույց տանք ինչ որ Հայաստան հիմնադրամից առածները ինչ են։ Մենք կարող ենք ավելի լավ, ավելի բարձր որակից մշակույթը ներկայացնենք եւ իսկական հայկական մշակույթ ներկայացնենք եւ ներկայացնենք մենք ինչ պետք է անենք եւ ինչպես պետք է անենք մեր երկիրը եւ մեր հայությունը վիճակը ուղղացնել համ Գլենդեյլի մեջ, համ Հոլիվուդի մեջ, համ Բըրբենքի մեջ, համ չգիտեմ որտեղ, ամբողջ Կալիֆոռնիա եւ ամբողջ Ամերիկա նահանգներում, ինչպես պիտի այս հիվանդությունը, հակակոռուպցիայի հիվանդությունը տարածվի։ Boycott Armenia Fund եւ ծեր ներդրումը այսօր, այս չի պիտի օգնի Հայաստան անմիջապես։ Եթե օգնություն ուզում ես տալ Հայաստան, այս չէ։ Մենք մեր օգնությունը Հայաստանից կհասնի, բայց ոչ թե նյութապես։ Մեր օգնությունը, եթե մենք կրնանք ասոնք ոտքի փերենք, այս կեղտոտներ որ եկան Գլենդեյլ որ մուրացկություն անե եւ քեզ մե խնդրե փող դաս, եթե իրենց ոտքի կրնանք փերել, ծունգի կրնանք փերել, այն արդեն մեծ օգուտ կլինի Հայաստանից եւ իրենց կվերաթարնան Հայաստան եւ ժողովրդի ինչ կծիծաղեն իրենց վրա որ այդ բան պատահի հետ եւ պետք է ծիծաղեն որտեւ այս իսկապես ամոթ է իրենց սրածները Գլենդեյլի մեջը Ամերիկա ես թեր Ամերիկա քաղաքացի ես Արցախի քաղաքացից թիմեր եմ ժամանակին 2099 թվականից 2000 թվականից Ղուկասյանը չէ ոչ Ղուկասյանը խումբ կա հանձնախումբ կա որ պետք է քննարկեն այն ով որ թիմը այն ժամանակին գար որ կրնաց թիմել քաղաքացիությունից ես գիտեմ որտեվ մեկը կճանչնամ այն հանձնախումբից եւ ինքը շնորհավորեց ինձ որ ես ստացել եմ իմ քաղաքացիությունս Արցախից ուղարկեցին նախագահային որ ստորագրեց չի ստորագրեց Բաբուրյանը նախագահային խորհուրդ տվողը չգիտեմ ինչ որ հիմա մահացել է մի քանի տարի առաջ ինքը ինձ խոստովանեց որ պիտի այն հաստատեն ստորագրություն կվերցնի ինձ համար ինքը այն չարավ չեն ուզում մեզ նմաններ այնտեղ հիմա մենք պետք է վերցնենք մեր երկիրը մեր ցերկը հետ պետք է վերցնենք մեր երկիրը բայց առաջին քայլը այն է որ մենք պետք է սկսենք մեր մեջը առողջանանք այս է մեր նպատակը եւ այն մասին որ այդ եթեր ունենանք շատ պիտի խոսենք այն մասին եւ մենք շատ շնորհակալ պիտի լինենք այդ օրը որտեղ Thanksgiving-ին օրը ինչ որ մենք ունենք եւ ինչ որ պիտի ունենանք խնդրում եմ մտիր thetruthmustbetold.com donate գոճակը սխմե $1 նվիրե $5 նվիրե ինչ որ ուզում ես նվիրե բայց մի բան արե ծեր լուման մեջ դնեվի ես նորեն խոստովանում եմ քեզ որ ամեն ինչ ինչքան որ մենք ստանում ենք PayPal-ի վրա անունները կփակենք բայց ամենը կներկայացնենք ինչքան փող ստացենք ինչպես ծախսերենք եւ առաջին ծախսը մենք պիտի ունենանք 12000 AMG-ից որ մենք կարենանք ուղիղ եթեր ունենանք ժամը 8-ին առավոտը մինչեւ 8-ին իրիկունը Thanksgiving-ի օրը որ մենք ալ շնորհակալություն լինի մեր շնորհակալությունը ցույց տանք ամբողջ հայությունից աշխարհի 4 կողմը շնորհակալություն